Եթե քահանան խոստովանադրան վերցնի, դեմ է Սուրբ եկեղեցուն և սիմոնական ախտ է, ուստի պետք չէ վաճառել Սուրբ Հոգու շնորհները, որովհետև կանոններով փակված է, քանզի Քրիստոս այսպես է ասում, թե «Ձրից ստացաք, ձրի էլ տվեք»։ Քանզի քահանան պարտավոր է չհայտնել խոստովանությունը, եթե նույնիսկ կտոր անեն նրան, որովհետև շատերը վախենում են և այլևս չեն խոստովանում, և այդպես մեռնում են ու գնում դժոխք։ Նրանց արյունն Աստված այդպիսի քահանաներից է պահանջում, որոնք հայտնում են խոստովանությունը։ Քանզի քահանայի սիրտը որպես կողպված արկղ է, պետք է այնպես պահել, որ արկղը կոտրվի, բայց կողպեքը չբացվի։ Հոգևոր բժիշկը պարտավոր է, եթե խոստովանողը մեղքը թաքցրել է սրտում, խոստովանության դեղ տալ նրան բազում խրատներով, որը նրա սրտից դուրս է հանում հոգու հիվանդությունը բերանով և խոստովանելով։ Եթե մեկը մեղքով կարծրացել ու քարացել է, պետք է նրան խոստովանությամբ եփել և փափկացնել Աստուծո հույսով և ասել. «Մի վախեցիր, որքան էլ շատ մեղք ունենաս, երբ ամբողջը ճշմարտապես ասես և չծածկես ամոթի կամ վախի պատճառով, այն ինչպես կրակի մի կայծ, որ օվկիանոսն են նետում, նույն պահին հանգչում է, քանզի ծովն անչափ է, իսկ կայծը չափավոր»։ Այսպես Աստուծո ողորմությունն անչափ է, իսկ քո մեղքերի բազմությունը չափավոր։ Երբ քահանայի առջև ճշմարիտ խոստովանության միջոցով գցես Աստուծո ողորմության ծովը, այն իսկույն կհանգչի, ինչպես կրակի մի կայծ։